սովորական դպրոցներում ահավոր քայքայված քանդված վիճակ է, ուսուցիչները շատ վատ են աշխատում, ծնողները դժգոհ են, որ դու կարող ես ազատ մտնել չսովորելով միջին դպրոցում, հավեսով մտնել ավագ դպրոց, որպեսզի նաև ավագ դպրոցը ավերես։ Մեր խնդիրը տարբերումն է, որ մենք ընդամենը 3 միլիոն ենք, իսկ Իրանը 80 միլիոն է։ Ինքը իրավունք ունի լավ փրթել։ Սյունիքում կրթությունը փայլուն մակարդակի վրա է։ Այո, որովհետև այնտեղ ծնողները արժևորում են եղքի կրթություն։ Մենք եթե չհաջողենք բոլորին տեղ հասցնել, մենք պարտվելու ենք։ Մեր միակ շանսը այնպես անել, որ այս ազգը արթնանա, ուզենա սովորել։ Ողջույն, Զորաց զրույցի հերթական թողարկումն է, ես Արմեն Աթալյանն եմ։ Ես Ավետիք Երոփյանը։ Եվ այսօր մեր հյուրը Արամն Փախչյանյան, ես կարծում եմ ներկայացնելու կարիք չկա։ Երևի թե կա։ Կա։ Հա, որովհետև Արամ Փախչյանը Հայաստանի կրթական ոլորտում մեծ ներդրում, մեծ ավանդ, չասենք վաստակ, որովհետև գործը շարունակում է AIB կրթական հիմնադրամի կրթական հանգույցի հիմնադիրներից է եւ հիմնական զարգացնողներից երկարամյա տնօրեն, եւ ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ արտերկրում Մոսկվայում AIB-ի հիմնադիր, զարգացնող, տարածող եւ այլն։ Ես դրա համար եմ ասում ներկայացնելու կարիք չկա, որովհետեւ կարծում եմ լայն հանրությունը ճանաչում է, որ այն մարդը, որ միշտ խոսում է կրթությունից։ Ով էլ չճանաչի, այսօրվանից հետո կճանաչի, չէ՞։ Խոսով են։ Այո։ Իրար հետ անուններով խոսենք։ Անպայման խոսենք, դիմենք։ Հա, Արամ ջան, ճիշտն ասած, քո հաղորդումներում, քո ելույթներում միշտ գալիս է խնդիրը մեր պետությունում, հա, ցանկացած խնդիր, այդ թվում հենց անվտանգայինը, ռազմականը, պարտության մասին, որ այսքան խոսակցություններ լինում, միշտ գալիս էր նրան, որ մենք կրթության խնդիր ունենք տոտալ։ Ես էլ եմ միշտ դրա մասին մտածել ու հետևել եմ ինդեքսներին, միշտ ֆիքսել եմ, որ Հայաստանը շատ ցածր ինչ-որ մակարդակների վրա է եւ այլն, բայց այս վերջերս ուրեմն նայում եք 24 թվականի միջազգային ինդեքսը կրթության, Հայաստանը 50 քանիրորդ տեղում էր ու ես ֆիքսեցի, որ այդ ինդեքսները այդքան էլ լավ չեն ցույց տալի, թե հողի վրա ինչա կատարվում, որովհետեւ մեզնից մի 25 աստիճան վերև 25 թե 24-րդ տեղում Վրաստանն էր, ավելի բարձր քան Շվեդիան, քան Նիդերլանդները, համաշխարհային գլոբալ ինդեքսում։ Իսկ մեզնից մի 25 նիշ ներքև Իրանն էր 70 քանիրորդ տեղում, որը այսօր հրաշալի ինչ-որ հրթիռային տեխնոլոգիաներ է զարգացնում, գյուղատնտեսական տեխնոլոգիաներ, մեր խանութները լցված են իրանական գյուղմթերքով, ֆանտաստիկ որակի։ Հիմա ուզում եմ ես հասկանամ, հա, այդ ինդեքսները, որ հրապարակում են, ինչի իման վրա են հրապարակում, ըստ էության ինչի է այսպես, հա, ինչի է բավականին ցածր ինդեքսում գտնվող երկիրը, Իրանը, այսօր լոնքերով առաջ գնում գոնե ռազմարտությունաբերական ոլորտում, իսկ մեզնից էլ ավելի վերևում գտնվող Վրաստանը չի ասի, թե այտենց ինչ-որ մեծ բան ունի էլի մեզնից։ Վրաստանը չգիտեմ ինչու է մեզանից էլ ավելի վերև, Վրաստանում կրթությունը բավականին այսպես միջակայքում է, ոչ մի առանձնակի հաջողություններ են կրթության ոլորտում չունեն, որով կարող են պարծենալ, կարծում եմ այդ ինդեքսները չգիտեմ որ ինդեքսի մասն է խոսքը, չեմ կարող համաշխարհային տարբեր կան, իրականում ամենաշատը հիմա հավատում են, համարվում է հարաբերական ավելի օբյեկտիվ, այսպես կոչված PISA թեստավորման ինդեքսը, որը ստուգում է երեխաների տարբեր տարիքային խմբերի երեխաների կարողությունը ընթերցել եւ արտաբերել տեքստեր եւ վերլուծել եւ մաթեմատիկական եւ բնագիտությունից որոշակի առաջադրանքներ կատարել։ Բազմակողմանի ստուգում է, որը երկրները իրենք են ստանձնում անել, դա ինչ որ չկա միջազգային մի կենտրոն, որը պարտադրում է երկրները իրենք են ստանձնում եւ անում են այնպես, ինչպես իրենք են համարում ճիշտ։ Կան որոշակի ուղղորդումներ այդ անցկացնելու դա OECD-ն է անցկացնում, Եվրոպայի համագործակցության այդ կազմակերպությունը, որը ընդհանրապես ուղենիշներ է տալիս երկրներին, թե ինչպես պետք է անել եւ հետո կարող է քննադատել, եթե ինչ-որ բան արված չէ այնպես, ինչպես որ պետք էր անել։ Դրանք էլ են շատ հաճախ քաղաքական նկատառումներից այդ թեստավորման ընթացքը այնպես է կազմակերպվում, որ խեղաթյուրվի արդյունքը դեպի ավելի բարձր։
Ես մեններ սիրած պետությունն է, տեսեք հələ ինչ լավ բացունքներ է գրավել։ Ու որքան ավելի տոտալիտար է երկիրը, այնքան հավատացեք հավանականությունը, որ այնտեղ հատուկ ջանքեր գործադրել, օրինակ Սինգապուրը շատ բարձր է այդ լինում միշտ այդ OECD-ի այդ PISA-ի թեստերով, բայց ես գիտեմ թիմ, որը հատուկ աշխատել է այնտեղ, ճանաչում է այդ մարդկանց, որոնք ապավել են այդ արդյունքը։ Հիմա որտեվ երկիրին պետք է տոտալիտար երկիր է, ղեկավարները ուզում են որ ժողովուրդը գոհ լինի իրենցից եւ հանկարծ չմոստանա։ Նույն հարավային Կորեան փայլուն արդյունքներ է ցույց տալիս, բայց հարավային Կորեայի կրթությունը քայքայված, քանդված, տոտալ ավերված վիճակում է։ Այնտեղ բոլոր աշակերտները սկսած 5-րդ, 6-րդ դասարանից պարտադիր հաճախում են վճարովի դպրոցներ, որոնք երկրորդ ոնց որ հերթափոխեն, որտեղ իրական կրթությունն է, իսկ սովորական դպրոցներում ահավոր քայքայված քանդված վիճակ է, ուսուցիչները շատ վատ են աշխատում, ծնողները դժգոհ են, բայց պարտադրվում է պետության կողմից, որտեղ պետք չի մոռանա, որ հարավային Կորեան այնպես չի որ շատ ժողովրդավարական պետություն է։ Ամենևին ժողովրդավարական։ Բայց հենց հիմա քանդում եք լեգենդներ եւ երեխաների արդյունքները ապահովում են մասնավոր կրթության շնորհիվ։ Կա փայլուն երկիր, որը կոչվում է Ֆինլանդիա։ Բոլորս ասում ենք Ֆինլանդիայում կրթությունը շատ լավն է։ Ուրեմն, եթե դուք նայեք նույն OECD վիճակագրությունը, ապա Եվրոպայում ծնողների մասնակցությունը, ֆինանսական մասնակցությունը երեխաների կրթության մեջ, հանրակրթության մեջ ամենաբարձրն է Ֆինլանդիա։ Այսինքն մարդը իր գրպանից ահռելի գումար է դնում, բավական մոտավորապես միջինում էստիմատիվը կարող է սուտ ասեմ հանկարծ բան չանեմ, բայց զգալի հազարավոր եվրոներ տարեկան ծնողները ծախսում են, որպես երեխաները գնան կրկնուսուցների մոտ պարապեն, համատարած կրկնուսուցական աշխատանք է կատարում Ֆինլանդիայում, բոլոր համարյա ուսուցիչներն նաև կրկնուսուցն աշխատում տներում, ինչու, որովհետև այնտեղ համակարգին պարտադրված է հավասարություն, բոլորը պետք է երեխաները հավասար հնարավորություն ստանան, բոլոր երեխաները եւ այլն, եւ երբ որ դու ընդհանրապես այդ հավասարությունը շատ ես տարածում, դու իսկապես միջինը բարձրացնում ես։ Միջինը աճում է, որովհետև այդ պոչը կրճատվում է, բայց քո ամենակարող երեխաները որևէ աջակցություն չեն ստանում, որովհետև ուսուցչի աշխատանքի 90%-ը գնում է այն չհասցնողների վրա, պոչը կարճացնելու վրա, որովհետև դա է կարևոր։ Եվ այդ առաջ գնացողներին շատ չեն աջակցում նաև այն պատճառով, որ ոնց որ հավասարություն ենք ուզում, չենք ուզում ոմանք շատ լավ լինեն, ուզում ենք բոլորը հավասար լինեն։ Բայց հավասարությունը վերջանում է ավագ դպրոցի շեմին։ Ավագ դպրոցը արդեն ընդունելություն է։ Չես կարող, Հայաստանի նման չի, որ դու կարող ես ազատ մտնել չսովորելով միջին դպրոցում, հավեսով մտնել ավագ դպրոց, որպեսզի նաև ավագ դպրոցը ավերես։ Այնտեղ թույլ չեն տալիս դա։ Եթե վատ ես սովորել հիմնական դպրոցում, ավագ դպրոց չես գնում։ Դու գնում ես միջին մասնագիտական կրթության ուղղությամբ կամ ընդհանրապես ավարտում ես քո կրթությունը եւ գնում ես աշխատել։ Ֆինլանդիան այդպես է։ Եվ երեխաների միայն 70%-ն են գնում ավագ դպրոց կամ ավելի քիչ 60 քանի տոկոս է։ Էլի վիճակագրությունը փոխվում է տարից տարի։ Իսկ համալսարանը դրանցից էլի միայն մի մասն է ընդունվում։ Եվ մրցակցային համալսարան ընդունվելը ահավոր դժվար է։ Բայց Արմ ջան, հիմա ըստ էության դու մի պատկեր ես նկարագրում, որովհետև ասում ենք, բայց մենք այդքան էլ վատ չենք։ Այո։ Այո, պետք չէ, տեսեք, չկա երկիր, բացառությամբ մի քանի երկրների, Ֆինլանդիան իդեպ ցանկում է, որտեղ ուսուցիչ լինելը այնքան կարևորվում է, որպեսզի երկրի ամենակարող, ամենատաղանդավոր, ամենամեծ ամբիցիաներ ունեցող երեխաները որոշեն լինել ուսուցիչ։ Չկա նման բան։ Ֆինլանդիան զարմանալի բացառություն է, դա իր պատմական պատճառները ունի, ինչը իրականում նաև ապահովում է, որ ամեն դեպքում իրենք բավականին որակ ունեն կրթության, բայց դա նշանակում է, որ չի կարող լինել իրավիճակ եւ երբևէ չի եղել խորհրդային երկրներին տարիներին էլ չի եղել, դա մի քիչ օրինաց պատմություն, երբ որ ուսուցիչները ամենակրթված, ամենափայլուն, ամենազորեղ մարդիկ են հասարակության մեջ, իհարկե ոչ։ Ամենազորեղ, ամենակրթված մարդիկ դառնում են ճարտարագետներ, դառնում են գիտնականներ, դառնում են արվեստի գործիչներ, իսկ ուսուցիչները դա այն միջին տեսակներ, որոնք ունեն բավարար գիտելիք, կրթության աշխատավորները, կրթության բանվորները, այսպես ասենք, որոնք եւ իրենց աշխատանքը ծանր է։ Նյարդային, հիմա երևի ծանր է, հիմա առավել նյարդային։ Եվ դա պետք է հասկանալ, մենք չպիտի ակնկալենք, որ մեզ մոտ ուսուցիչները պետք է լինեն ամենափայլուն
սովորող մարդիկ, լավագույն դպրոցի ամենաբարձր գնահատականով ավարտածները, իրական դրա կարիքը չկա։ Այլապես որ տնտեսությունը կկորցնի այդ մարդկանց։ Մենք նաև պետք են իրապես մեզ պետք են փայլուն ճարտարագետներ, փայլուն գիտնականներ, այնպես որ եկեք ազնիվ լինենք եւ շատ բան չակնկալենք ուսուցիչներից։ Ուսուցիչը առավել եւս հիմնական դպրոցի ուսուցիչը դա այն մակերեսային, բայց բազմակողմանի գիտելիք ձևավորող անձնավորություն է երեխաների մոտ։ Միջին դպրոցի գիտելիքը մակերեսային է, խորը չէ։ Իրականում ես իմ գիտելիքներով բոլոր առարկաներից կարծում եմ, որ եթե ես մի քիչ պարապեմ, մի կես տարի, ես կարող եմ դասավանդել համարյա ցանկացած առարկա միջին դպրոցում եւ լինել բավականին լավ ուսուցիչ ցանկացած առարկայի համար։ Միայն երևի թե ֆրանսերեն չկարողանա, մի քիչ շատ է պետք, որտեղ ֆրանսերեն ընդհանրապես չգիտեմ։ Բայց անակ անգլերեն հաստատ կարողանա։ Ինչու, որովհետեւ չի պահանջվում շատ խորը գիտելիք ուսուցչից։ Այդ ավագ դպրոցը, որը արդեն համալսարանի նախաշեմն է, այո, այնտեղ պետք է մի քիչ ավելի խոր իմանաս առարկան, բայց դարձյալ չի պահանջվում ֆիզիկա ուսուցչից ավագ դպրոցի, որ կարողանա ցանկացած հոդված քվանտային մեխանիկայից վերցնի եւ կարդալ եւ ամեն ինչ հասկանա։ Գիտնական լինել չի պահանջվում։ Գիտական հոդված հասկանալը չի պահանջվում։ Պահանջվում է հասկանալ այն նյութը, որ գիտնականները թարգմանել են հասկանալի լեզվով, ուսուցչի համար ընկալելի, նշանակում է դասագիրք պլյուս մակարդակ, որը ենթադրում է ոնց որ որոշակի մաթեմատիկական բազա եւ որոշակի ընկալում աշխարհայացք, որը բավարար է, որպեսզի դու կարողանաս լուծել տիպիկ խնդիրներ, որոնք այսօր արհեստական բանականություն լուծում է 100-ից։ Չկա դպրոցական որևէ խնդրագրքում որևէ խնդիր, որ այսօր Claude կամ ChatGPT-ին չլուծի բացարձակ ճիշտ, առանց որևէ թերանալու, որովհետեւ դրանք այնքան տիպային խնդիրներ են, որոնք վարժվելու վրա է, դու պետք է կարողանաս վարժվես եւ այդ խնդիրները լուծես։ Բայց նաև այստեղ ակնկալիքների մասով էլ հասկանանք, որ այս գլոբալ ինդեքսներից շատ առանձնապես օբյեկտիվություն պետք է չի ակնկալել։ Այսօր կբերեմ օրինակ Global Firepower Index-ի, որ ասում որ երկրների բանակներն են ամենաուժեղ, Ռուսաստանը երկրորդը երրորդ տեղում է, բայց իր տարածքից արդեն 8 ամիս չի կարողանում ներխուժած մի քանի հազար ուկրաինացի զինվորական դուրս մղել։ Այս հաղորդման եթե դուք գալոպային կարող եք իրավիճակը արդեն փոխի, բայց այդ 8 ամիսը արդեն անցել։ Այո, հա։ Ու ընդհանրապես պետք է հանրության մոտ այդ ակնկալիքները օբյեկտիվության, հա, պետք է մի քիչ ավելի իրատեսական դարձնել։ Իհարկե ինչ որտեղ կարող է դա ավելի մոտ լինի իրականությանը, ինչ որտեղ շատ ավելի հեռու է, օրինակ ասենք ավտորիտար համակարգերում, բայց լավ օրինակ բերեցի օրինակ Իրանը, հա։ Լավ օրինակ բերեցի Իրանի գյուղատնտեսական ապրանքը մեր խանութներում է, տնտեսական ապրանքները մեր խանութներում են, ռազմավարություն լավ արդյունքներ ունեն ամեն դեպքում զարգացող, հիպերձայնային հրթիռներ են փորձարկում։ Դա չպետք է դիտարկել, ասենք իրավիճակի եւ ընդհանուր պատմական կոնտեքստից դուրս։ Իրանը 45 տարի, հա, բանի տոտալ շրջափակման եւ սանկցիոն ռեժիմում է գտնվում եւ չպետք է նաեւ իրենց, ասենք, պետության արժեվ դրված խնդիրներից զատ դիտել։ Ես անձամբ տեսել եմ Թեհրանում, ոնց էր պատի վրա գրած հարգելի խոմերի, մենք ով դրոշը ցած չենք գետնին ընկած չենք թողնի։ Եվ այնտեղ այդ պետական գաղափարախոսությունն էլ ինքն էլ ազդում է այս արդյունքների վրա, պարզ է որ Իրանը այս տեստերին կամ ինդեքսներին միջազգային մեծ նշանակություն չի տալիս, իրենք դրել են իրենց արժև այդ խնդիրը, բայց պետք է նաև հաշվի առնել 85 միլիոն բնակչություն, այստեղ նույնիսկ վիճակագրորեն, հա, գիտնականների եւ լավ, ասենք, տնտեսության ճյուղերում առաջատարների, չգիտեմ, ճարտարագետների եւ այլն, այդ քանակը, եթե մանավանդ առաջադրանքը լավ դրված է, այդ քանակը ի վերջո բերելու է այդ որակի։ Ես մի բան էլ ասեմ, մի քանի բան պետք է հաշվի առնել Իրանի։ Առաջինը այնտեղ ամեն դեպքում աշկեքի եւ տղաների կրթական իրավունքները հավասարեցված չեն, ու դա միանգամից նվազեցնում է իրենց բոլոր ռեյտինգները, որտեղ աշկեքը
անգամ շատ մեծ համանախապակումներով են ընդունում համալսարաններ եւ այլ լիքը խնդիրներ։ Բայց այդ վերջի պոչտն էլ կարճանում է, չէ՞։ Վերջի պոչտն էլ վերջի միջինից ցածր պոչտն էլ փոքրանում է իրականում այդ պատճառով։ Դա էլ կա, բայց այս վերջերս ինչ որ տեսանյութեր էին նայում, որտեղ հակառակ բաներ անում, որ սկսել են բուհեր ընդունել, բայց դե վիճակագրորեն արդեն կուտակված խնդիր կա։ Երկրորդ բանը, որ պետք է հաշվի առնել, ամեն դեպքում Իրանն իր արժեվ դրած խնդիրներից ելնելով մինչ այսօր ունի ավելի շատ այսպես սպորտային մոտեցում կրթությանը, որ դու քո նպատակը ոչ թե համընդհանուր լավ կրթություն ունենալն է, այլ քո նպատակը հնարավորինս լավագույններին առաջ տանելն է, որոնք քեզ պետք է։ Ոնց որ խորհրդային միություններ անում։ Բայց դու այդ պարագայում ունենում ես լիքը խոտան։ Լիքը մարդ, որ ընդհանրապես շատ վատ է սովորում եւ ոչինչ բանի չի հասնում, բայց մի տնտեսության համար, որ ինքնամփոփ է ու բավականին մեծ է, ինչպես Իրանն է, որտեղ ամեն տեսակի գործի համար կա պահանջարկ, իրենք այդ առումը մի քիչ ոնց որ ետ են մնացել։ Իրենք հիմա դժվար թե մտածեն, որ իրենց մոտ պետք է պարտադիր հենց առաջնահերթորեն օրինակ ռոբոտ առաքիչներ ստեղծել, որտեղ իրենք դրա խնդիրը չունեն աշխատուժի առաքիչների։ Իրենք հիմա շատ կենտրոնանում են նրա, որ ասենք հրթիռներ ստեղծեն, որ պաշտպանվեն։ Եվ դրա համար կամ գյուղատնտեսական կիրառեն, որ ավելի արդյունավետ լինեն, որտեղ մեծ բնակչություն ունեն եւ այնպես չի, որ իրենց բնակլիմական պայմանները ամենալավն են, իրենք պետք է ավելի ապահովեն։ Տոկոսով ջրովի տարածքները, մշակութ տարածքները Հայաստանից 50% ավելի փոքր են տոկոսով։ Ջրի խնդիր ունեն։ Ու այդ առումով եւ անջրդիացման խնդիր ունեն։ Օրինակ լիճը ամենացամաքել է։ Այո։ Եվ այդ առումով իրենք իրենց խնդիրներն են լուծում եւ ըստ դրային կառուցում իրենց կրթական համակարգը ու ասեմ, որ երբ որ դու ունես արտաքին ճնշում, ինչպես Իրանը ունի, դու մի քիչ հրաժարվում ես ռոմանտիկ պատկերացումներից, այդ բոլորին հավասար, ինչ որ բոլորին այդ գեղեցիկ խոսքերից, որոնք տակը համարյա ոչինչ չունեն, բացի ինչ որ սոցիալական գաղափարներից արդարության, այլ գնում ես չոր ճանապարհով ազգդ փրկելու, որտեղ այլ առաջնահերթություններ են ձևավորվում։ Կաներեք էլի, իսկ մոլաները դա հասկացել են, ինչու մեզ մոտ դա չի իրականացվում։ Այսինքն մոլաները բավականին խելոք մարդիկ են։ Հա, ես կուզեի այստեղ անդրադառնալ, Արամը շատ կարևոր բան ասեց, արտաքին ճնշում, հիմա ամբողջ աշխարհում ճնշումը մեծացել է ու յուրաքանչյուրի վրա ճնշումն է մեծացել այդ պարագայում, հա, ընդհանուր ոնց որ լարվածությունը մեծացել է, մենք կարող ենք արդյոք ակնկալենք, որ կրթական տեխնոլոգիաներում եւ ընդհանրապես կրթական համակարգերում ինչ-որ մոտ ապագայում տեղի կունենան ինչ-որ հեղափոխական կամ պայմանային երևույթներ, մանավանդ ես օրինակ բերեմ, ասենք հեռավար կրթության կամ թիրախավորված կրթության մասով։ Գիտենք, որ այսօր շատ համալսարաններ հեռավար կուրսեր են առաջարկում, պարտադիր չի կոնկրետ այդ 40 րոպեն կամ կոնկրետ այդ 4 ժամը նստել լսարանում որպեսզի ստանալ այդ գիտելիքը եւ ընդհանրապես դա պարտադիր չէ, ասենք տեխնոլոգիաները բան են անում, թույլ են տալիս։ Բայց դա ինչ հեղափոխություն է, դա եղել է միշտ։ Իմ ուսանող լինելու տարիներին ես գիտեի, որ լիքը իմ ընկերներ, ծանոթներ սովորում են հեռակա։ Ու չեն էլ գնում համալսարան թարը։ Հա, հեռակա այսօր աշխատում էին կամ բանը երեկոյան ժամերին էին գնում դասերի, այդ ձևաչափն նույն քաղաքում։ Կամ գոնե նույն երկրում։ Հա, բայց այսօր մենք ունենք մոբիլության մեծ աճ, մենք այսօր ունենք։ Բայց ես դա չեմ կոչի հեղափոխություն, ես դա կոչեմ բնականon զարգացում, նոր տեխնոլոգիաներ առաջացան, եթե ասենք 18-րդ դարում Էյլերը իր Գերմանիայի բանին ոնց է որ գրում էր թղթակցին, այո։ Հա, նամակներ էր գրում եւ սովորեցնում էր դասեր հեռակա նամակներ գրելով, գիրքը հետո հրատարակվեց մաթեմատիկայի լավագույն դասագրքերից մեկն է մինչ այսօր, ապա արքայացնում կարծեմ Գերմանիայի, Պրուսիայի, շա Գերմանիա չկար։ Ապա այսօր դա արվում է ինտերնետի միջոցով։ Տարբերությունը միայն դա է, մի քիչ ավելի արագ։ Այնտեղ որևէ հեղափոխություն չեմ տեսնում։ Կրթությունը ընդհանրապես հեղափոխություն չի, նախատեսում շատ բարձ պատճառ։ Չէ, սիրում երևի, որտեղ մասսաներ է։ Կրթությունը իրականացվում է ուղեղի մեջ մարդու։ Իսկ մարդու ուղեղը կենսաբանական տեսակետից վերջին երևի մի 50,000 տարվա մեջ առանձնակի չի փոխվել։ Կրթության ազդեցությունը ուղեղի վրա կախված է մարդու ուղեղի ցանկությունից։ Առաջնահերթ բանը, որը աշխատում է կրթության մեջ, մարդու ուղեղի ցանկությունն է սովորել։ Եվ այդ ցանկությունը ինքը էլի դրա մոտիվացիայի հիմնական ուղենիշները, պատճառները էլի դարերի մեջ չեն փոխվել։
սոված չմնալու ցանկությունը, հետաքրքրվածությունը, ոգևորությունը ինչ որ բան անելու մարդկանց հետ խմբային սոցիալական բաղադրիչը։ Բոլորը նույնն է, նույն բանն է, եւ դրանց շուրջ միևնույնն է, ինչ դու կառուցում ես կրթության մեջ, կառուցում ես այդ նույն հիմնական մոտիվացիաների շուրջ։ Հիմնարար պահանջների շուրջ։ Այո, ու դրանք միևնույնն է, դու ընդհանրին չես անում այսօրվա տնտեսական իրականությունը, սոցիալական իրականությունը թարգմանում ես այդ մոտիվացիոն վեկտորների պահանջների եւ դա փոխանցում ես մարդուն, որ ինքը սկսի սովորել։ Ուղղակի թարգմանության ձևն է մի քիչ տարբեր, տեխնոլոգիան է մի քիչ տարբեր, բայց դրանից կրթության բնույթը չի փոխվում։ Դրանից այդ պատճառով ակնկալ էր ինչ որ մի նոր տեխնոլոգիա, որը միանգամից կրթությունը կփոխի, միայն երևի թե Իլոն Մասկը, թե իր Neuralink-ը մի քիչ անի այն աստիճան, որ կարողանա մարդ ուղեղը ուղղակի ֆիզիկապես լցնել գիտելիքով, լարով, ցանկությունները մոտիվացնել նաև այդ ցանկությունները մի ուրիշ ձև զարգացնել։ Հա, կամ այսինքն ցանկությունների վրա ազդի ուղեղին անմիջապես սիգնալներ ուղարկելով, որ ուղեղը մի խոսքով եթե մատրիցա ստեղծենք, կարող է մի բան փոխվի։ Մենք հիմա այդ ուղղությամբ ենք, փորձում ենք մատրիցա, փորձում ենք մարդ ուղեղը ֆիզիկապես կառավարել, բայց կարծում եմ դա մի քիչ հեռավոր ապագա է, դա միանգամից չի լինի։ Իսկ մինչ այդ ես կարծում եմ, որ ինչ որ մենք հիմա կոչում ենք գեղեցիկ մարքեթինգը, կրթության, ես իմ հեղափոխական փոփոխություններ, ես իմ հեռավար կրթություն, լուրջ խոսակցություն կա կրթության մեջ, թե այս ձևերը, առցանց կրթություն, հեռավար կրթություն, ես իմ հիբրիդային կրթություն, դրանք ինչ են։ Ու հենց որ դու սկսում ես իսկապես խորապես քննարկել թե դա ինչ է, դու հասկանում ես, որ դա ոչինչ է, փուչիկ է։ Դա նույն բանն է։ Այդ նույն բանը միշտ եղել է։ Հիմա եթե երեխային դու ասում ես գնա գրադանից գիկ վերցրա կարդա, դա հեռավար կրթություն է։ Դու իրան ուղարկում պրոտոկոլներ են քիչ։ Հա, դու տալիս ես կոնկրետ պրոտոկոլ, որով ուղարկում ես մարդուն կարդալու այն ինչ որ իրան այդ բան հասանելի չի։ Հիմա ինքը դա համացանցից է բերելու թե գրադանից ինչ տարբերություն։ Նույն բանն է։ Բայց մենք մի հատ թեմայից խոսում ենք, այդ թեման կիսատ մնաց։ Երբ որ Արամ ջան դու ասացիր, այ Իրանը հասկանում է, որ կան արտաքին ճնշումներ, կա նպատակ, որ բոլոր այդ կողքից եկած ինչ որ ավելորդությունները իրանց տեսանկյունից մի կողմը պետք գցել հավասարություն, այն պետքա հանճարներին աճացնել։ Բայց նույն խնդիրը մենք այսօր ունենք եւս, մենք գոյաբանական խնդիր ունենք, մենք ունենք ողջ մնալու խնդիր, մենք ունենք քիչ ռեսուրսներ ու մենք ունենք մեր խնդիրը շատ տարբերվում է։ Շատ է տարբեր։ Մեր խնդիրը տարբերումն է, որ մենք ընդամենը 3 միլիոն ենք, իսկ Իրանը 80 միլիոն է։ Ինքը իրավունք ունի լավ փրթել։ Լավ փրթել, որ գտնի մի 10 հոգու, որոնք շատ լավն են։ Ու իրենք այդպես են, ռուսներն են այդպես անում, շատ են, ու իրենք կարող են փրթել տարբեր ուղղություններով։ Կարող են ուղարկել բանակ մարդկանց մեռնելու պատերազմի, կարող են օլիմպիական համակարգեր ստեղծել, տաղանդների բացահայտման համակարգներ, պահել, որտեղ ունենան միլիոնավոր գիտնականներ։ Կարող են ունենալ էլիտար համալսարաններ, որտեղ ընդունվում է 100-ից 1-ը դժվար փորձառություններ անցնելով, այդ ամենը լավ աշխատում է։ Մենք ունենք շատ քիչ երեխա։ Մեր երեխաների քանակը նվազում է տարեց տարի, ծնվող երեխաների։ Մենք պիտի ամեն մեկին տեղ հասցնենք։ Մեր վիճակը դեռ ուրիշ է։ Մենք եթե չհաջողենք բոլորին տեղ հասցնել, մենք պարտվելու ենք։ Մեր միակ շանսը այնպես անել, որ այս ազգը արթնանա ու ուզենա սովորել, որ ամեն ընտանիքում սովորելը, երեխային կրթելը դառնա առաջնահերթություն։ Եթե մենք դա չանենք, մենք շանս չունենք։ Մենք չունենք այդ մարդկային ռեսուրսը, որ այդքան մարդ խոտանտանք ու տակից մի քանի հոգի հանենք, քիչ է լինելու։ Մենք հիմա այդ խնդիրը արդեն ունենք։ Մենք գիտության մեջ ունենք նվազող քանակ գիտնականների։ Մենք հասկանում ենք, չէ՞, որ առանց գիտության, ինչքան էլ մենք գիտությունը քննադատենք, ասենք ինքը անարդյունավետ է, կոմունիզմ է, մարդկանց ուղղակի գումար ենք բաժանում առանց որևէ ակնկալիքի։ Լավ բան չի գիտությունը։ Այնպես չէ, ինքը իդեալական համակարգ է։ Աշխարհում մենք հիմա շատ քննադատում են շատ բաներ գիտության մեջ։ Գիտությունից ծնվում են սոցիալիստական գաղափարախոսությունները, որոնք գնում են ուտում են մարդկանց ուղեղները, արդյունքում Ամերիկան համարյա դառնում է սոցիալիստական երկիր է։ Իսկ Եվրոպան արդեն դարձել է։ Սոցիալիզմը կերել է Եվրոպային, ինչու որովհետև գիտությունը, գիտնականները սերունդներ են մեծացրել երիտասարդներ, ոնց սնել են այդ գաղափարները, որովհետև իրենք ապրում են կոմունիզմի մեջ։ Եվ իրենց դուր է գալիս դա։ Իրենց պետք է այդ սոցիալիզմը, դա իրենց գոյատևելի միջոցն է։ Իրենք կապել են այն քանակի արտադրություն փուչ հոդվածների, որ հիմա կա գիտության մեջ, երբեք չի եղել մարդկային պատմության մեջ։ Զրո գիտելիք, որը ոչ ոքի պետք չի, ու լիքը գիտնական է, որ զրո գիտելիք արտադրում են անիմաստ։ Դրա հետ մեկտեղ եթե մենք մեր գիտությունը չզարգացնենք, մենք շանս չունենք։ Հիմա նայեք, կրթությունը ըստ էության ի սկզբանե ծառայում է ինչ որ բանի, չէ, ինքը ուղղակի օդի մեջ գաղափար չի։ Ինքը այս երկրի ողջ մնալուն պետքա ծառայի։ Հիմա ես կրթության ոլորտից զրո եմ, չգիտեմ,
այնտեղ ոնց ամեն ինչ կազմակերպվում։ Տալիս եմ պատվեր որպես ժողովուրդ, ասում եմ հարգելի կառավարություն, իշխանություն, օրինակ, ստեղծի կազմակերպի այնց կրթական համակարգ, որ ես սաղ մնամ։ Կարծում եմ պարզ պատվեր է, չէ՞։ Այս սաղմնալու նպատակը պետք է դրված լինի մեկ։ Սաղմնալը ես իմ երեխան, որ իմ արած դրած ես երկար սաղմնալը դա բազմա չափ կոպիտ եմ ասում, ճակերտավոր, ես կարող եմ փախնեմ սաղմնալ։ Բանի ժամանակ սովետի ժամանակ մոտ ֆիլմ կար Բուրատինոյի մասին։ Ունդեղ ուրեմն այդ հիմար Բուրատինոյին, այդ կատուն, կոտ բազիլոն եւ Լիսա Ալիսան ուրեմն խափում են տանում են ռեստորան։ Ու ասում են ինձ ասում են չեք ուզում, ասում է 3 կտոր տրիկորոշկի խլեբը։ Այդ սաղ մնալը տրիկորոշկի խլեբը պատվերն է, որից հետո քեզ դի բերեն ու բերեն, որտեվ իրականում դրտակ լիքը բան կա, ու դա շատ բարդ խնդիր է։ Այդ ուսենց մենք վերջում սահմանում ենք դա որպես որ մենք սաղ մնանք, բայց դա նշանակում է, որ մենք պետք է շատ զարգացած եւ բարդ տնտեսություն կապված աշխարհի շատ երկրների հետ մենք պետք է Թայվանի նման ունենանք ունիկալ արտադրություններ այստեղ որ աշխարհում ոչ միտեղ չկան ու եթե դրանք հանկարծ ոչնչացվեն ուղղակի աշխարհը մեծ խնդիր է ունենալու այդ ամենը թե մենք չստեղծեցինք դա մեր պաշարը կլինի պաշտպանական որի արդյունքում մեզ ասենք զավթել այնքան էլ հեշտ չի լինի դա կլինի մեծ խնդիր ոչ թե մենք կախված լինենք այլ մեզնից պետք է այո մեզնից պետք է կախվածություն ստեղծել այդ որում քրիտիկական կախվածություններ պետք է ունենան մեզնից այդ նա որի նպատակը չի դրվում իրականում գիտության արժեվ այո դա պետք է դրվի մեր կրթության արժեվ դա պետք է մեր գիտության արժեվ դա պետք է դրվի աշխարհի մեր գիտնականների արժեվ որտեղ իրենք ասում են ինչ անենք Հայաստանի համար մենք ասում ենք եսիմ իրենք են ինչ-որ բաներ են մտածում բայց իրականում եթե մենք իսկապես լուրջ մտածենք մեր գերնպատակը պետք է լինի այստեղ ստեղծել այնպիսի իրավիճակ այնպիսի տնտեսություն այնպիսի աշխատանք այնպիսի մարդկանց խումբ որոնց տնտեսապես ոչնչացնելը լինի բացարձակ հակա պրոդուկտիվ այն աստիճան ու այնքան թանկ ու անիմաստ որպեսզի ոչ ոք դա չանի իրականում իսկ մենք ասելով նկատում ես մենք հայերս իրականում չէ իսկ որ շերտեր Արմեն ջան իրականում եթե ցապ մտածենք էլի այսօրվա պատերազմները իրանք տնտեսական պատերազմներ չեն ամենաաբսուրդ պատերազմների տեսակն են այսօրվա պատերազմը ինքնության պատերազմներ մենք արդեն որովհետև տնտեսական տեսակետից պատերազմը 21-րդ դարում անիմաստ է հող զավթել տնտեսական տեսակետից բացարձակ անիմաստ բան է հողը տնտեսական առումով ամենաանիմաստ ռեսուրսն է հա եթե դու հողի ընդերքն ես զավթում դեռ ինչ-որ բան կարող ես հանել դա դեռ իմաստ ունի, բայց այնպես չէ որ Հայաստանի ընդերքը մի այնպեսի երաժշտություն է, որի խաթր իմաստ ունի գալ այդտեղ ինչ-որ sense հողեր զավթել։ Բաներ ենք ասում, բայց ամենամեծ ասենք տոկոսներով երևի աշխարհում մի տոկոսների մի տոկոսի չափով ենք պաշարների տիրապետում էլի։ Դեպեշ բան չկա որ 6% քաջարանում է։ 6% պղինձը քաջարանում չի։ Չէ։ 6% հաստատ չէ էլի։ Ու դրանով հիմա դու աշխարհ չես տիրի։ Ասած ասենա որ հաստատ այն պատերազմը մեր դեպի հիմա կա, դա ինքնության պատերազմն է, դա մեր թշնամիները որոշել են վերադառնալ իրենց ինքնության, որը իրանք ով են ինչ են եղել, զավթող քոչվոր ազգերը, որոնց ամբողջ հայ ինքնությունը այդ ճանապարհի խոչընդոտ է իրականում։ Մենք մեր ինքնության, որ հողին պինդ կպած տեսակ ենք, մենք իրանց համար խոչընդոտ ենք եղել, իրենք էլ հիմա որպեսի կայանան, որպեսի դառնան ազգ, իրենք պետք է իրանց ինքնության արմատներին վերադառնան, որտեղ այդ բոլորին սպանել, ոչնչացնել, վառել, մտածողությունն է, իրենք դրանով են դարձել ազգ։ Հիմա մենք մեր ինքնությունն ենք փնտրում, ու այնպես որ գտել ենք, մեր ինքնությունն էլ է մի քիչ բավականին sense բան վիճակում, բայց 21-րդ դարը ազգերի վերաձևավորման ընթացքը, որտեղ 18-րդ դարի, 19-րդ դարի ավելի շուտ ազգային պետությունների ինքնության ձևավորման գաղափարախոսություն այլևս չի աշխատում։ Բոլորը ընկած են սեփական նոր ինքնություններ ձևավորելու գաղափարաբանի մեջ, խնդրի մեջ։ Ամերիկացիները հեսա ինչ են անում։ Աշխարհին շուրջ տալ իրանց նոր ինքնությունը ձևավորելու համար, որտեղ իրանց պետքա կայանալ, նորից ամրանալ, ազգը պարակտվել է։ Այսօր մենյուտ կարծեցի, որ Ադրբեջանում 1873 թվականին ստեղծված ադրբեջանական թատրոն են գովազդում եւ ասում, մոռանալով իհարկե այդ գրողը նաեւ հերձել էր այդ պատմությունը, Մայիլով հայ Մայիլովի եղբայրների թատրոններ իրականում դրա հիմքում է, այն ինչ որ ադրբեջանական իրականում մուսուլմանական թատրոն է եղել եւ այլն, բայց տեսնում ենք հիմա որ մեր ողերմ հարևանը ինքը ունի եւ լուծում է եւ փորձում է լուծել այդ ինքնության ձևավորման խնդիրը։ Հիմա մենք կարող ենք նաեւ ձևակերպել մեր կրթության խնդիրը, որ դա պետք է նպաստի ինքնության ձևակերպմանը, ձևավորմանը եւ
պահպանման եւ զարգացմանը։ Միանշանակ, իրականում դա մեր կրթության թիվ 1 խնդիրն է։ Եթե մենք պիտի մեր այսօրվա կրթությունը պիտի ձևավորի 21-րդ դարի հայ ազգը, որը տարբերվելու է 19-րդ դարի, 20-րդ դարի հայ ազգից։ Ինչպես նաև այս պահին ամերիկյան կրթությունը պիտի ձևավորի Ամերիկայի 21-րդ դարի ազգը, որը պիտի տարբերվի 20-րդ դարի ազգից, որտեղ աշխարհը փոխվել է։ Հետաքրքիր կերպով ամենակիչ խնդիրներ ունեն չինացիները։ Որտեվ իրանց ինքնության, ինչու է Չինաստանը այսօր այդքան հզոր իրենք չունեն այդ խնդիրը։ Իրենք ազգային ինքնության, իրենց ազգի ինքնության բոլոր բաղադրիչները փայլուն կերպով պահել են։ Որ մողոլները եկել են, ասել են ձեզ, «Էս դու, էս գահը գալիս նստում ես, վերցնում ես ոսկե գույն բանը, այ դու կլնես մեր իմպերատորը, ուղղակի անունդ կլինի Ցին, ոսկի կամ Մին»։ Իրենք կարողացել են ստեղծել մի ինքնություն, որ շատ հզոր է, եւ հիմա այսօր աշխարհում այն ազգերն են ամուր, որոնք ունեն այդ ինքնության հստակ զգացողություն։ Ուկրաինացիները պատերազմ հարուցեցին, որ իրենց ինքնությունը ձևավորեն, որտեղ շատ խախլված էր եւ չէին կարողանում իր հետ պայմանավորվեն, երկիրը ահավոր վիճակում էր։ Ռուսները նույն բանը, բայց չեք կարծում, որ հիմա մեր մոտ տեղի ունեցողը հակառակն է կրթական համակարգում։ Այն process-ը, որ ազգայինը պետք չի գնահատել այդ աշխարհի քաղաքացի, որ էսպես, այնպես, ես կողքից բաներ եմ լսում ուսուցիչներից եկող այսքան աշակերտներից։ Ինձ թվում է դա արդեն անցել է, ինձ թվում է փուլ անցանք, հիմա արդեն այդ վիճակում չենք, կան միտումներ քաղաքական որոշակի նպատակներից ելնելով կրթական որոշ բաղադրիչներ, որոշ բաներ փոխել, ասենք պատմության մեջ, բայց դա միշտ եղել։ Բոլոր քաղաքական ուժերը, երբ որ գայս են իշխանության, իրենց ուզածի ձևով գրում են պատմության դասագրքերը։ Այնպես չի, որ նախորդ քաղաքական ուժը շատ լավ դասագրքեր գրել պատմության, հայոց պատմության, ահա որ էին, շատ վատն էին։ Եվ այն ինչ մենք ունեցանք այսօր, այդ ինքնության ճգնաժամը, նաև իրենց չանելու կամ վատ անելու այդ գործը շատ վատ կազմակերպելու հետևանք է։ Դե գիտենք նաև, որ պատմությունը աստվածաբանությունը եւ բժշկությունը են ճշգրտությամբ ամենավերջի տեղում են գիտությունների շարքում, մանավանդ պատմությունը, որ իհարկե կարող եմ ճիշտ ասում, միշտ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով վերաձևակերպվել է։ Եվ ինչքան քաղաքականությունը ավելի զարգացած եւ ավելի հեռացված է պետության կամ ժողովրդի իրական կարիքներից, այնքան դա ավելի ցցուն կերպով է արտահայտվում։ Համաձայն։ Ուղղակի նայեք, այստեղ ես էլի սովորական ժողովրդի տեսանկյունից եմ, հա նայեմ։ Հիմա պատկերացնենք ինչ որ գյուղում ապրող մարդու, որի երեխան սովորում է գյուղում, ինչ որ բան է սովորում, դպրոցեն ոնց որ թե վերանորոգել, ինքը հույս ունի, որ այդ վերանորոգված դպրոցում նոր գործիքներով իր երեխան ինչ որ բան կսովորի, հետո արդյոք ինչ որ բանդուս կգա։ Ես ուզում եմ հասկանամ, այսօրվա այս ընթացքը մեզ տանում է այնտեղ, որտեղ հնարժեշտ է։ Հա, գյուղերում դպրոցներ են։ Մի բան ասեմ, էլի։ Ես տեսել եմ բազմաթիվ գյուղից դուրս եկած երեխեք, որոնք փայլուն սովորում են։ Ես հիմա ունեմ ամերիկյան համալսարանում, գյուղից եկած երեխեք, իմ դասարանում, իմ բանում, խմբում, որոնք իմ ամենալավ սովորող երեխեքն են։ Դպրոցի ազդեցությունը երեխայի կրթության վրա որոշիչ չի։ Կարևոր է, բայց որոշիչ չի։ Որոշիչ է ընտանիքի վերաբերմունքը կրթությանը։ Որոշիչ է այն, թե երեխայի ծնողները ինչ եւ ոչ միայն ծնողները, եւ ավելի լայն համայնքը։ Մենք ունենք լավ սովորող գյուղեր եւ վատ սովորող գյուղեր, որովհետեւ շրջապատը շատ մեծ ազդեցություն ունի։ Մեծ լավ սովորող գյուղ նշեք։ Ես կարող եմ մեր գյուղի օրինակը կարող եմ ասել օրինակ Տավուշու, Բերդի շրջակայքում բան, այնտեղ եւ ընդհանրապես Հայաստանում, ասենք Սյունիքում կրթությունը փայլուն մակարդակի վրա է։ Հա։ Այո, որովհետեւ այնտեղ ծնողները արժևորում են երեխի կրթությունը։ Ռեալ կրթությունը։ Իրականում Սյունիքի բոլոր տվյալներով էր, Սյունիքը հիմա մեր առաջատար տարածաշրջաններից մեկն է կրթության տեսակետից։ Ես մեր գյուղի ամենավատ գործ բաներից մեկը կներես էլի։ Ամենավատերից մեկը Վայոց ձորն է։ Օ։ Շատ վատ է վիճակը։ Ու դա միայն չի կարելի պայմանավորել միայն անով այնտեղ լավ ուսուցիչներ, այնտեղ վատ ուսուցիչներ, այնտեղ լավ դպրոցներ, այնտեղ վատ դպրոցներ են։ Ավելի շուտ լավ եւ վատ դպրոց ունենալն է պայմանավորված նրանով, թե մարդկանց մշակութային ակնկալիքները ինչպիսին են։ Ու մենք դրանց հետ պետք է աշխատենք։ Մենք պիտի աշխատենք մարդկանց հետ, ոչ թե դպրոցներ, ոչ միայն դպրոցների հետ։ Ես չեմ ասում
թարգմանեմ ասենց միջին վիճակագրական հայաստանցու լեզվով։ Կոպիտ ասած Սյունեցի, ասենք վաչիկը իր երեխան երբ որ երեկոյան կանչում ասում արիմատ հասկանանք դասերը գիտես չգիտես իրան կարևոր չի թե օրագրում ինչ թիվանշան են դրել ուղղակի ծիշկայի համար որ ծիշկայի համար վերջում դիպլոմ ստանա լավ կարևոր է բայց իր համար կարևոր է որ երեխան ռեալ ինչ-որ գլխում բան ունենա դա այդպես չի տենց են պատկերը չէ ուղղակի ընտանիքում ինչպես են դրան վերաբերում երեխաները օդից են դա վերցնում ասենք դուք կարող եք ընտանիքում երեխայի ներկայությամբ քաղաքականությունից չխոսեք բայց ձեր երեխան կիմանա ինչպիսին է ձեր վերաբերմունքը այսօրվա վարչապետ կամ այսի ինչ որ նախարարի կիմանա օդից կբռնի երեխեքի դա հատկանիշն է երեխան շատ խոցելի անձնավորություն է նկատես չէ որ երեխեքը շատ նենց բան են հաճելի են քաղցր են ուզում ես դա 100,000 տարիների ընթացքում բնական ընտրության հետևանքն է երեխեք ունեն որոշակի հատկանիշներ որ ապահովում են իրենց կարողությունը գոյատևել եւ այդ կարողություններից մեկը որ երեխքի մոտ շատ ձևավորված է դա ոչ վերբալ սիգնալներից օդից որսալնա տարբեր բաներ որ իրենք որ պայմանավորում են իրենց վարքագիծը որտեղ իրենք պիտի անեն այնպես ինչպես անկնկալում են ծնողները որպեսզի ծնողները իրաց կերակրեն որ ծնողները իրաց չպատժեն ոչ միայն ծնողները միայն մեծերը որտեղ մեծերը իրաց համար կարևոր են որտեվ նախկինում մենք ապրել ենք ավելի մեծ հիմա էլ ապրում ենք ավելի մեծ գերդաստաններով քան զուտ ընտանիք չէ ընտանիքն մի քիչ ավելի մեծի մասն է եւ ընտանիքն է կախված օրինակ այդ գերդաստանի գլխավոր մարդուց կարող է պապիկ լինի կարող է պաշտոնավոր պաշտոն ունեցող մարդ լինի ով ֆինանսական բանն է լուծում հարցն է լուծում եւ եթե քո ընտանիքում խնդիրներ կան դու ես սոված մնալու ու այդ երեխաների մոտ կա ու եթե ծնողները ոչ թե ձևական այլ բովանդակային կարևորում են կրթությունը իրենց համար ասենք խելոք մարդը շատ կարևոր է հեղինակությունը իրենց համար խելոք ասած միտքը արժեք է իրենք չեն ասում կարևորում են ասում են լավ ասեց գրքերը տանը դրած են ծնողները մեկ-մեկ կարդում են այդ գրքերից իրար հետ բաներ են քննարկում մշակույթը այդ մշակույթը երեխաները միանգամից զգում են իրաց մեջ դա սկսում է ապրել ու իրենք ձգտում են միջև բավականին հասուն տարիք միջև 14-15 տարեկան ու դրանից հետո արդեն կանխորոշված է երեխայի հաջողությունը եթե միջև այդ տարիքը որ երեխան դեռ մեծ ազդեցության ներքո է ծնողների երեխայի մոտ արժեհամակարգային տեսակետից այդ օդից բռնած սիգնալներից ազդակներից կա արդեն ձևավորված ընկալում որ կրթությունը կարևոր է կա պատասխանատվության զգացողություն նա արդեն գլորվելով գնում է արդեն երեխան կսովորի կարող է շատ լավ չսովորի կարող է գլուխ պայից ու մեկը լինի ծույլի կա մեկը լինի չի սիրում սովորել մենք պետք է նաև հասկանանք որ մարդիկ տարբեր են եւ մեր ճակատագրի մի զգալի մասը պայմանավորված է մեր գեներով վերադառնամ Այդ էլ կա։ Եկեք դա էլ չմոռանանք, բայց դա նշանակում է որ մենք պետք է ապահովենք կրթական զանազանություն նաև։ Մեր նեղ պայմաններում սուղ մենք պետք է ապահովենք որ ամեն երեխայի համար լինի կրթական ճանապարհ, որ իրեն բերում է հաջողության։ Մեկը կարող է դառնալ շատ լավ ավտոմեխանիկ, մյուսը կարող է դառնալ գիտնական, երրորդը կարող է դառնալ երգիչ, չորրորդը կարող է դառնալ գիտարիստ, հինգերորդն կարող է դառնալ ավետիք։ Ասավ։ Վերադառնամ մեր գյուղի օրինակին, Ջավախքի Կարծախ գյուղը, որից ծնունդով Աշոկ Ջիվանին է, եւ ինչի եմ ուզում այդ օրինակը բերեմ, որ նույնիսկ մեկ այսպես կայծը կարող է էական նշանակություն ունենալ հենց այդ արամի ասած գյուղի կամ բնակավայրի ընդհանուր, ասենք կրթական ցանկության կամ կրթական իղձերի բաղձանքների ձևավորման վրա։ Հիմա գյուղում չկա մի մարդ, որ Ջիվանու անուն լսած չլինի, Հայաստանում չկա մի մարդ, որ Ջիվանու անուն լսած չլինի, բայց մեր գյուղում ես օրինակ երբ գնացել եմ, գյուղում Ջիվանու երգում են։ Հա, Ջիվանու թանգարանը կա, Ջիվանու անունը թնդում է չկա, հայ, որ ձախորդ օրերը լսած չլինի կամ խելքի աշիցեկը լսած չլինի տարատեսակ կատարումներով, բայց ասածս ինչի մասին վկայում, որ մենք պետք է այդ օրինակները նաև կարողանանք գտնել, զարգացնել, որպեսզի կրթվելու ձգտումը ընդհանրապես ինքը դառնա համընդհանուր, հա, եւ էլի գալիս ենք դրան, որ համընդհանուր կրթվելու
պարագայում միայն, այսինքն խոտանը բացառելու պարագայում միայն կարող է հույս ունենանք ինչ որ բանի։ Այդ առումով ես օրինակ այսպեսի հաղորդումներն եմ կարևորում։ Ես ինքս եմ հաղորդում անում եւ ես վաղուց հասկացել եմ, որ միայն կրթական համակարգը զարգացնելով դու կրթությունը չես զարգացնի երկրում։ Կրթական համակարգը մեր մոտ շատ վատն է։ Հենց որպես համակարգ։ Բայց մենք ունենք բազմաթիվ լավ կրթական հաստատություններ։ Կրթական համակարգը վատն է, որտեղ 30 տարի այդ կրթական համակարգի զարգացումը իրականում ոչ ոք չի զբաղվել։ Եղել է միշտ խնդիր։ Ոնց որ ասենք սպորտային համակարգը կարող վատը լինի, բայց Գյումրիում ինչ որ սպորտ դպրոց անվան չեմպիոն դեպք է զբաղվել, այսպես ասենք, դեպքից դեպք եւ նաեւ չպետք է մոռանանք ժամանակ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։ Այո, հետևողական աշխատանք չի եղել։ Հիմա փորձ է արվում, որը ելի մի քիչ հախուրներ, գոնե միջև վերջերս, հիմա այս հույս ունեմ, որ ինչ որ հունի մեջ կընկնի դա մի քիչ ավելի հետևողական կլինի, բայց ոնց որ 18 թվականից սկսեց հայտարարվեց, որ լինելու են բարեփոխություններ, դե որտեվ ամեն ինչում պիտի լինեն բարեփոխություններ։ Բայց քաղաքականին որ քաղաքական ցիկլը շատ կարճ է Հայաստանում։ Ամեն ինչը փորձում են միշտ հարմարեցնել քաղաքական ցիկլին եւ ինչ որ արդյունք ունենալ 4 տարի հետո։ Ու դրա համար միշտ ընկնում են այն բանի հետ, որ ամենահեշտն է անել, ասենք չափորոշիչ գրել։ Չափորոշիչ գրելու համար այսօր կամ դպրոց վերանորոգել։ Մեկ ինձ ասում են, չափորոշիչ գրելու համար պետք է մոտավորապես 15 վայրկյան, որտեվ հիմա եթե ChatGPT-ին ասես չափորոշիչ գրի Հայաստանի համար, փայլուն չափորոշիչ գրի, փայլուն։ Այլևս կարիք չկա մասնագետներ հավաքել, քննարկել։ Այո։ Լավ հուշում էր իմ կարծիքով կրթության գիտության նախարարություն կասեն, «Արա, շուտ չենք բանը»։ Այդ փողը հետ չեն անի, գիտես չի, որտեվ կրթության գիտության մշակույթի եւ սպորտի նախարարությունը, որ այսպես իրար գլխի բերել լցրել են, ոչ մի բանով կարքին չեն զբաղվում իրականում։ Ռեսուրսի խնդիր ունեն նաեւ Թապես պետական համակարգը ռեսուրսի խնդիր ունի մարդկային, իրենք առավելևս, ֆինանսը նկատի չէ, մարդկային։ Հիմա նաև ֆինանսական կունենանք, որտեղ հաշվի առնելով, որ Ամերիկան ոտը քաշեց այստեղից, հետևից է Եվրոպան է ոտը քաշելու, մենք հնալու ենք մեր սեփական բյուջեի հույսին։ Մեր սեփականն էլ քիչ չի։ Հաշվի առնելով, որ պատերազմը Ռուսաստանում վերջացավ եւ այդ էժան հոսքերը նվազել են, արդեն մարել են։ Մենք բենզինով պետք է Մենք պիտի նորից ոնց որ այս բանը ստացանք, դոպինգը ստացանք, լիքը դոպինգ ստացանք, պիտի որ արդեն կարողանանք սեփական ուժերով վազենք, բայց դոպինգը թե վրայում թելը չգիտենք։ Բայց Արամ ջան, նայեք, այդ տեսեք Իրանը ասացի կայ այնտեղ մարդականակ, մյուսը։ Մեր սիրած օրինակը Իսրայել, էլի մարդկանց քանակը քիչ է ու դե լավ կրկնակի շատ է քիչ չի կրկնակից մի քիչ այսօր Իսրայելի բնակչությունը մոտավորապես մի 10 միլիոն է բայց պիտի հաշվի առնենք որից 2 միլիոնը արաբը իրանց միշտ դուրս են մղում շատ արաբների լավ դուրս են մղել այսինքն այդ արաբները ժամանակ առաջվա 25%-ը չեն կազմում բայց պիտի հաշվի առնենք որ Իսրայելը նույնպես մեր նման կամ իռլանդացիքի նման ունի հսկայական սփյուռք որը ի տարբերություն մեր եւ իռլանդացիքի չափից լավ կազմակերպված է չափից ավել կազմակերպված եւ իրանք այն պարագայում որ իրենք ընդամենը 10 միլիոնից ազգ են իրենք համարվում են գերտերություն հա մի անգամ Սի Ցզինպինը կարծեմ ելույթ էր անում ասաց մենք վերաբերվում ենք Իսրայելին որպես տեխնոլոգիական գերտերություն ասին որովհետեւ այն կրիտիկական կախվածությունները իսկապես ստեղծել են կրիտիկական կախվածությունները այ դրանից է էլի եւ տեխնոլոգիական առումով եւ տեխնիկական առումով եւ քաղաքական առումով կրիտիկական կախվածությունները ստեղծել են օրինակ գիտեիր որ Բայդենի վարչակազմում բացառությամբ 3 պետական այսպես ամենաբարձր մինիստրների մնացածը հրեային Ծագումով հրեային Ծագումով հա բայց դա Իրան դրանից բխում է ինչ որ բաներ Բնականաբար քաղաքական ազդեցությունը բացարձակ քաղաքական ազդեցություն ուներ Բայդենի վարչակազմի վրա Իսրայելը։ Այսօր չի բացառում որ Թրամփի վարչակազմի վրա բացարձակ քաղաքական ազդեցություն ունի, որովհետև Թրամփի խնամիները հрьяաներ։ Հա, հрьяաները Ամերիկայում ունեն շատ մեծ ազդեցություն եւ ասեմ որ դա նաեւ ունի պատճառ, իսկապես հрьяաները Ամերիկայում շատ բան են արել։ Այնպես չի որ ամերիկացիները շնորհակալ չեն հрьяաներին, իսկապես բոմբը բայց եկեք բաբը 90%-ը Մանհեթենյան ծրագրի հերյա գիտնականներ են, որոնց ժամանակին փախան Գերմանիայից ու Գերմանիան ասեմ Ամերիկային շատ հզորացրեց։ Շնորհիվ Գերմանիայի ապուշ քաղաքականության, հակահրեական
Ամերիկան ստացավ հրեաների մեծ հոսք հենց Գերմանիայից, Գիտնականները։ որոնք բերեցին իրենց այդ գիտություն, մշակույթ, լիքը բան եւ կապիտալ, մեծ քանակության կապիտալ։ Բայց եթե գանք Իմիջայլոց գերմանական ֆաշիստական, հա, ատոմային ռումբի պրոյեկտը եւս տապալվեց, որովհետեւ այնտեղ քրիտիկական գիտելիքը, հա, բանի տունակ ատոմի միջուկի քրիտիկական հատույթը, այսպես որ շատ կարևոր է հաշվարկելու համար նեյտրոնների բռնելու, հա, քրիտիկական գիտելիք գնաց այնտեղից։ Գնաց եւ 100 անգամ ավելի մեծ, 100 անգամ չէ, 10000 անգամ ավելի մեծ հաշվարկ էին արել անհրաժեշտ ուրանի քանակի համար, օրինակ, հա, եւ չկարողացան, ուղղակի որտեղ իրենց հաշվարկով 100 տոննանոց բոմբ էր պետք, բոմբ էր ստացվելու 100 տոննանոց։ Բայց եթե էլի հետ գան կրթությանը, ինձ մի հատ հետաքրում է այդ ճանապարհային քարտեզը, հա, զուտ ուզում եմ իմ ուղեղը մոդելավորեմ։ Օրինակ նույն Իսրայելում ոնց է տնտեսությունը աշխատում, ոնց է կրթությունը, գիտությունը աշխատում։ Օրինակ, չգիտեմ, ես ռազմաարդյունաբերական, ասենք թե Ռաֆայել ընկերության ղեկավարն եմ, Ընդեի ռազմաարդյունաբերության կոմիտեն ասում եմ մեզ պետքա նոր համակարգ եւս բաղադրիչ հակաօդային պաշտպանության պետքա լազերով խոցելու հնարավորություն ցածր թռնող անօթաչուների։ Ես ասում եմ լավ, դիմում եմ ասենք Hi-Fi տեխնոլոգիական համալսարան, ասում եմ ինձ պետք են լավ լազերշիկներ, լավ, չգիտեմ, լինզայի մասնագետներ, SSSS։ Իրանք ասում են լավ, իրենք դիմում են, չգիտեմ, Թել Ավիվի համալսարան, ասում են մեզ այսուհետև պետք են ձեր ֆիզիկայի ֆակուլտետից ուզում եմ ասեմ այս Hi-Fi համալսարան այնքան էլ լավ չէ, Hi-Fi համալսարանը օրինակ եմ բերում։ Հիմնականում արաբներ են սովորում։ Իրանք առաջին հերթին դիմում են Մոսադին, գնացեք հավաքագրեք աշխարհից ում կարակ բերեք այստեղ։ Չէ, ուզում եմ հասկանամ այդ, ուզում եմ հասկանամ ոնց է տեղ ունենում պատվերը 49 թվականին որ կողմից որ կողմ։ Ամեն 49 թվականին երբ որ Խորհրդային միությունը պայթացրեց իր ատոմային ռումբը, Իսրայելը իր արժեվ նպատակը դրեց, որ աշխարհի ուժեղների հետ հավասար խոսելու համար մենք էլ պետք է ունենանք ու առաջի պատվերը, այո, Մոսադի կամ դրա նախորդիներ, որ գնացեք գտեք աշխարհի բոլոր հրեա գիտնականներին, իրենց հավաքագրեք, որ մեր վրա աշխատեն։ Եվ այսօր էլ գաղտնիք չի, որ ասենք նույն ամերիկայից կամ Ֆրանսիայից կամ Խորհրդային միությունից գնացածներն են այնտեղ ձևավորել այդ գիտելիքը եւ այդ հնարավորությունը, որ 76 թվից ատոմային զենք ունեն։ Իսկ այդ հարցը ինչ վերաբերում է, ինչպես է պատվերը ձևավորվում։ Կրթության նկատմամբ պատվերը։ Դա ինքը կրթության նկատմամբ չի։ Ընդհանրապես ասած, այդ տեսակի պատվերներ ավելի շատ հենց գիտության նկատմամբ են կամ գիտնականների նկատմամբ են կամ ավելի շատ ես կասեի գիտական ցանցերի նկատմամբ են, որոնք շատ հաճախ բավականին վիրտուալ են։ Մարդիկ իրար ճանաչելով հավաքում են ինչ-որ բան անում են կամ մեկի մյուսին ճանաչելով բերում են այդ թիմերն են հավաքում, որոնք սկսում են խնդիրներ լուծել։ Դա հիմա թիվ 1 խնդիրն է Հայաստանում։ Հայաստանի հիմնական խնդիրն այն է, որ մենք շարունակում ենք ֆինանսավորել գիտությունը այնպես ինչպես անում ենք խորհրդային տարիներին զուտ իներցիայով նույն սկզբունքով տալով ակադեմիային գումարներ, ակադեմիա բաշխում է գիտական ինստիտուտների, բան տարեցեք նաև համալսարանների փոխվել է։ Այսօր մի քիչ փոխվել է, բարելավել է, բայց սկզբունքայինորեն կա թիվ 1 խնդիրը, որ դրա հետ մեկտեղ այդ խորհրդային ֆինանսավորման համակարգի երկրորդ բաղադրիչը չկա։ Պետության կողմից հստակ ձևակերպված կառույց, որը կտա այդ ձևավորի այդ պատվերները գիտության համար հասկանալի լեզվով եւ կբաշխի գիտական խմբերին, որ իրենք գործ անեն, այդ կառույցը չկա, որը Ամերիկայում կոչվում է, եսիմ DARPA, հնդկաստանում դրդո, բացում է։ DRDO։ Հա, տարբեր անուններ ունի, Այս դրանք ռազմարտունաբերական գիտական կենտրոններն են, էլի, եւ գիտական պատվեր ձևավորներ։ Դրանից բացի կան իհարկե այլ տնտեսության ճյուղեր կան, բայց նաև կան մեծ կորպորացիաներ, որոնք իրենք էլ են ձևավորում այդ պատվերը։ IBM-ը ունի մեծ գիտահետազոտական օրինակ եմ բերում Ռոչեսթերում, Նյու Յորք նահանգում ունի շատ մեծ գիտահետազոտական կենտրոն, որտեղ ծնվում են գիտական արդյունքներ։ Նայեք, գիտեք ինչի համար եմ ասում։ Ես կողքից նայում եմ, մեր բուհական համակարգում էլի պահպանվում է այդ սովետից եկած իներցիան, բան վատ բան չէ։ Ուղղակի սովետին պետք էր դա։ Ինչ-որ անվճար տեղեր ինչ-որ բաներ է, սովետը այդ կարող էր անել, սովետը չէր կարող։ Չէ, նկատում եմ նայ, մեր տնտեսությանը ինչ է պետք։ Օրինակ, չգիտեմ, լավ ասֆալտի բանաձև գրող, ասենք թե, հա, դու ունես բուհում լավ ասֆալտի բանաձև քիմիական գրող ուսանող, տալիս ես տենց բան։ Դրա մասին խոսում ենք, տնտեսությանը ասֆալտը չի պետք։
տնտեսությանը պետք է եւ պետությանը պետք են ձևավորել են քրիտիկական գիտելիք, քրիտիկական տեխնոլոգիաներ, որից կախված կլինեն բոլորը։ Հա, եթե դու լավ եթե դու ասֆալտ անել չգիտես, դու քրիտիկական այդ գիտելիքն չես կարող, դու պրիմիտիվ դրանք տարբեր խնդիրներ են։ Չէ, կոպիտ եմ ասում, թող չլինի ասֆալտ։ Դու պողպատի նոր ձուլվածքներ ստեղծող մասնագետ ունես, ոնց պատրաստես։ Դու քո բուհում տալիս ես դա։ Դե հիմա տես ես որ ընդունել եմ ֆիզիկայի ֆակուլտետ, իմ հետ միասին ընդունել եւս 93 հոգի, 92 թվականին։ Երբ որ Հայաստանում ֆիզիկայի ինդուստրիան արդեն կարելի ասել չկար եւ չէ կանխատեսվում էր որ չի էլ լինելու շատ երկար ժամանակ այդքան ֆիզիկոսի պատվեր չկար պետք էլ չէր լինելու հա եւ դա շարունակվեց երկար տարիներ մենք չկարողացանք վերաձևակերպել գիտությունը կամ գիտական պատվերը այնպես որ իրականում ստեղծվեն այդ քրիտիկական կախվածությունները բայց մենք ունենք Երևանում ունենք արագացուցիչ մեծամորում ունենք ատոմակայան Աշտարակի ֆիզիկայի ինստիտուտում այն ժամանակ կային աշխարհում միակ լազերների սոսինձներ, լազերային բյուրեղների սոսինձներ։ Ճապոնացիք այնտեղից էին առնում լազերային բյուրեղների սոսինձները, օրինակ, հա, այսօր Հայաստանում կան փոքր գիտական հիմնարկներ կամ գիտությամբ զբաղվող հիմնարկներ, որոնց պատվիրում են, ասենք, Ճապոնիայից մինչև Ամերիկա, հակառակողությամբ, էլի, Խաղաղ օվկիանոսի վրայով չի, արևելքից արևմուտք, ոչ թե արևելքից, ոչ թե արևմուտքից արևելք էլի, բայց մենք որպես այդպեսին չենք կարողանում ձևավորել այդ պատվերը այն տեսքով, որ կարողանանք այդ քրիտիկական կախվածությունները ձևավորենք, որոնք պետության արդեն գոյատևում են եւ զարգացման գրավականներն են լինելու։ Հիմա ասում ենք ողբատի համաձուլված, բայց այսօր ChatGPT-ին տաս նույն ձևի, հա, եւ ես փորձեր անում եմ։ Ինչ անել։ Եվ գնա աշխարհի ամբողջ գիտելիքը բացնել, փակնել եմ իջարած, որովհետեւ փակնել պարզվում է, որ մարդիկ են փակ գիտելիքը տալիս են ChatGPT-ին, որ իրենց վաղվա գործը ավելի վաղը շուտ է տուն գնան։ Եվ դա էլ է բերելուները, որ փակ գիտելիքը իրականում է նույն ChatGPT-ին կամ DeepSeek-ը կամ Grok-ը կարողանալու ես ինչ որ ձևով օգտվես, դա դառնալու է անվերահսկելի։ Բայց մենք պետք է կարողանանք եւ դրանից օգտվենք եւ գտնենք այն ուղղությունները, որոնք մեզ թույլ են տալու, ոնց որ հին ժամանակ շաշկի լեզվով ասած դամահել։ Այ մենք մինչեւ հիմա չենք կարողացել դամահել ոչ մի ուղղությամբ։ Չունենք, հա։ Փորձում ենք, բայց նաեւ մեր խնդիրն այն է, որ դարձյալ ժամանակ են կորցրել։ Մենք 30 տարի ժամանակ ունեինք, բավարար հանգիստ ժամանակ, որ դա անեինք ու չարեցինք։ Մենք ընկած էինք առևտրի գծի վրա, Արժույթ չարչություն վրա։ Ու ասեմ, որ դա մեր առաջի իշխանությունների դրած ճանապարհներ, իրանք դրանից դրեցին, ոնց որ իրանք այդպես համարեցին, որ մենք այլևս զարգացած աշխարհի մաս չենք։ Այնքան որ առևտուր անենք, մի ձև ապրենք, իրենց պատկերացումը դա էր։ Ու այդ դրանից եկավ ընդ որում մարդիկ, որոնք իրենք բավական լավ կրթված մարդիկ են, ինքը բան գիտեն, բայց չգիտես ինչ իրենք որոշեցին, որ Հայաստանի ապագան այդտեղ է։ Եվ իրենք չդրեցին այն հիմքը եւ մենք կորցրեցինք մի ահռելի ծավալի ռեսուրս, ուղղակի վաճառեցինք ջարդոնի գնով, փոշացրեցինք, որը մենք կարող ենք հիմա վերածել ոսկու։ Հաստոցները, պասիկները վերացրեցին, վերականգնեցին, հիմա ասում են այս հրթիռները, որ թռնում են, շատերը հենց հայկական հաստոցներով են դետալները։ Պատկերացնում հայ գիտնականները Իրանում ինչքան գիտական եւ տեխնոլոգիական դպրոցներ են 0-ից ստեղծել։ Ինչի, որովհետեւ այնտեղ կար պահանջարկը։ Իսկ այստեղ այդ պահանջարկը ուղղակի արհեստական կամ դրսից, չգիտեմ, թելադրված կերպով վերացվեց։ Ահռելի, ընդ որում ասենք ես որ Վանաձորում ինձ դեպք պատմեցին, որ այնտեղ կար եզակի մելամինի արտադրություն, չկար ամբողջ խորհրդային տարածքում։ Եվ աշխարհում է շատ քիչ կա։ Մելամինը դա պլաստիկ է, պլաստիկի տեսակ է, որից արտադրում են տարբեր տեսակի այդ բաներ, սպունգներ, որոնք տարբերում են սորական սպունգից, նրանով որ օրինակ չեն վնասվում, չեն հնանում բան եւ այլն։ Քլորոֆիլային կաուչուկը, այդում, որը որ տեխնոլոգիան ներես դրվեց, որը միջոց այն ժամանակ 2-3 տեղեր աշխարհում արտադրվում։ Այդ մելամինի արտադրությունը, գիտեք ինչու դադարեց։ Որովհետև մի տարի Ռուսաստանը խառներ պատվեր բան չէր տալի, հետո օրեկան պատվեր տալու, մերոնք արդեն այդ բաները երկաթիթեն բաներ են ծանր, որ տեղափոխում են կրանները, թելֆերները վաճառել էին որպես ջարդոն պարսիկների։ Ես կարդացել եմ, որ խորհրդային տարիներին Հայաստանում նաև սապֆիրեր աճացվում։
Մինչև այս վերջերս էլ աճացվում էր, իհարկե, եւ բավականին մրցունակ արտադրություններ, բայց լազերային տեխնիկա փակ բաժնի իրական ընկերությունը լուծարվել է։ Որը խորհրդային միության երկրորդ լազերներ էստեղ էին արտադրում, Օրմացիկ Վիլիքարությունյան եւ իրենից հետո, հա, որոնք որ բերել էստեղ եւ Երևանի պետական համալսարանում օպտիկայի ֆիզիկայի ֆակուլտետում կար օպտիկայի ամբիոն եւ քվանտային օպտիկայի ամբիոն, այսինքն լազերների, հա, այսօր չկա լազերային ինդուստրիան, կարելի ասել, որը որ պետք է պատվիրեր եւ այդ գիտությունը եւ այդ գիտության միջոցով էլ կրթության համակարգի պատվերը։ Մեր հիմնական խնդիրը նաեւ այն էր, որ մենք հիմա ցավոտ բան եմ ասելու, բայց նույնն է դեպի Ռուսաստանում լինելու։ Կա այսպեսի հասկացում կոչվում հաղթանակի անեծք։ Երբ որ դու հաղթում ես պատերազմում, հաղթողները իրենց վերագրում են բացարձակ իրավունք կանխորոշելու ժողովրդի ճակատագիրը։ Խնդիրն այն է, որ պատերազմում լավ կռվողները իրենք սովորաբար ազգի ամենապայծառ եւ ամենալավ սերուց չեն։ Իրենք լավ համարցակ մարդիկ են, իրենք շատ հաճախ այդ գողական միջավայրից դուրս եկած լավ կռվողը, այս վերջերս մի հատ ամերիկացի զինվոր կա, որ Ռուսաստանում է ապրում, ինքը իրականում տարիներ ծառայել է, հիմա Ռուսաստանում բլոգեր է դարձել, ամուսինը դրա ռուս աղջկա է, ու Ռուսաստանի մասին պատմում է։ Ոնց որ ներքին ամերիկացիների համար պատմում է, թե Ռուսաստանի կողմից ինչ է կատարում այս պատերազմը բան եւ այլն։ Ու այս վերջերս այսպես քննարկում էր իր հետ, իրեն հարցրեցին, ասենք, այդ լավ զինվոր լինելը ինչ է, ասեք Եվրոպան ասում է մենք հիմա զինվելու ենք բան, ասաց որ լավ զինվորը դա ուժեղ ֆիզիկապես ուժեղ մարդը չի, լավ զինվորը մարդ է, ով անցել է դժոխքով, մարդ որ կյանքի մոտ ինչ որ ընթացք ահավոր վիճակի մեջ է եղել, ասեք բանտան նստել, եսի ինչ որ պատմության մեջ է ընկել, այդ տեսակի մարդիկ շատ ավելի լավ զինվոր են դառնում, քան ուղղակի ֆիզիկապես տղեկ էլի, փորձությունների մեջով անցած մարդիկ, ու այդ մարդիկ սովորաբար ունեն խնդիր որոշակի, իրենք չունեն այդ ապագայի պայծառ ընկալում, չունեն հավատ տեխնոլոգիաների նկատմամբ, իրենք գիտեն ինչքան վատ կարող է լինել, հա, իրենք գիտեն ինչքան վատ կարող է լինել, ու իրենք պատրաստվում են վատին, ու իրենք իրենց պատկերացում են այդպեսին է, ու երբ որ այդպիսի մարդիկ երկար տարիներ քո առաջնորդներն են ազգի, իրենք ղեկավարներ են դառնում, իրենք դառնում են իրենց մոտ չկա այն ընկալումը, որ ինչպեսին կարող է քո երկիրը լինել։ Իրենց մոտ ընկալումը ավելի շատ ոնց որ այսօր վաղը գոյատևելու մասին է։ Ավելի շատ պինդ ինչ որ sense ինչ որ բաներ ալու մասին է, որոնք շատ հողին կպած բաներ են։ Իրենք չեն երազում։ Բա Իսրայելը ժամանակի ոնց տես չեղավ։ Բեն-Գուրիոնը, մյուսը, էլի այդ եղել են զինվորականներ։ Եղավ, Իսրայելը մինչև 90-ական թվականները աղքատ եւ թերզարգացած երկիր է, թե Ամերիկայի աջակցությունը չլիներ, ներառյալ ռազմական աջակցությունը, Իսրայելը շանս չուներ։ Իսրայելը ոտքի կանգնեց։ 90-ականներ տեխնոլոգիական չուներ էս։ Ահա որ է լրիվ բացարձակ կախված էին։ Բացարձակ կախվածություններ Ամերիկայից, բացառությամբ մի բանի, իրենք իրենց պետության արժեվ նպատակ դրված նպատակը իրենք էին գրում։ Իրենք էին որոշում ինչ ձևով զարգանան։ Մնացած ամեն ինչը կախված էին։ Այս թռիչքը տեղի ունեցել 90-ականներից հետո։ Եթե նայեք Իսրայելի վիճակագրությունն է, մինչև 90-ական թվականին Իսրայելը հիմնականում ագրարային երկիր էր։ Բա Ռաֆայելը էլ բիտ ինչ են գլուխ կովում, ասում մենք ստեղծվել ենք 1951 թվին են միս ասում ես 1900 ստեղծվել կարող է, բայց երբ են իրանք իրականում դարձել դերակատար, հա 90-ականների 90-91 թվականի պատերազմը Պարսից ծոցի իրականում զարգ տվեց հենց այդ ամեն ինչին, երբ որ դոմինանտ կենտրոնները այն ժամանակվա Քուվեյթը եւ Իրաքը փաստացի դուրս եկան խաղից, իսկ Իսրայելը հասկացավ, որ այստեղ լցնել վակուում լցնել եւ հնարավորությունների ժամանակաշրջանը բացվում։ Պատճառը էլի այն էր, որ Իսրայելում իր ստեղծումից հետո ու պատերազմը հաղթելուց հետո իշխանության էին եկել այդ կռված մարդիկ։ Կռված մարդիկ ցախողեցին։ Իրականում, եթե նայենք ինչ եղավ Իսրայելի հետ, Իսրայելի ամենամեծ խայտարակությունները եղան այն ամենամեծ ծանր պարտությունները իրանց համար։ Կորուստներ եղան հենց այն ժամանակ, երբ որ իրենց կառավարում էին մարդիկ, որոնք կռված մարդիկ էին։ Եվ այդ ժամանակ 90-ականներին իրենց մոտ փոխվեց ընկալումը, թե ով պիտի
ազգին առաջ տան եւ առաջ եկան այդ տաղանդավոր մարդիկ, կրթված մարդիկ, տեխնոլոգիաները զարգացնողները, բան եւ այլն Իսրայելը առաջ գնաց։ Հիմա նորից վերադարձել են քին Իսրայել։ Այդ կրված մարդիկ պահեցին պետությունը, բայց իրանք չէին կարող Արիել Շարոնը օրինակ կրված մարդ էր, էլի երկար ժամանակ կառավարում էր, ոնց Արիել Շարոնը ինքը դուրս եկավ ասելով, որ ես չեմ կարողանա զարգացնել այս երկիրը։ Ինքը փոխանցեց իշխանության բանը հաջորդ սերնդին ասելով որ ես լավ պահում էի, բայց ես չեմ այս երկիրը զարգացնում։ Ինչպես Բիբիի ժամանակ էլ, որ այսօրվա պրեմիեր մինիստրը Իսրայելը խայտարակ հետընթաց է ապրում։ Այո։ Ընդհանրապես հանրային կոնսոլիդացիայի իմաստով, Դե տնտեսությունը ոնց որ լավ է։ տնտեսությունը հեչ լավ չի, որովհետև ներքաշեց այնպեսի գործողություն է մեջ, որ տնտեսության վրա հսկայական բացասական ազդեցություն է, այսինքն պատերազմը Իսրայելի վրա պատերազմը պատկերացրու 30 կամ Հայֆայում կամ Թել Ավիվում պայթող մի արկը, հա, դա հսկայական ազդեցություն է ունենում տնտեսության բացասական ազդեցություն ունում տնտեսության վրա, որովհետև այն ապահովության միջավայրը, որ Իսրայելը ստեղծել էր որպես բացարձակ ապահով միջավայր, հա, այդ միջավայրը էլ չկա, անկախ նրանից Խամասի հարցերը կամ Հեզբոլլահի կամ հարցերը լուծել են թե չէ, բայց այդ ապահովության միջավայրը էլ չկա։ Լավ, եթե փորձենք Բիբին միջանից կրված տղա է։ Փորձենք Հենց դրա պատճառով Հենց այդ պատճառով հետաքրիր գաղափար, իրականում չէի մտածել այս ամենի մասին ես երբեք, բայց Բիբի օրոք ժողովրդավարություն Իսրայելում վերացել է ուղղակի։ Հա, այդ Դատարանները բացարձակ կախվածության մեջ տնելով կառավարությունից, այդ հսկայական պատմություններ եղավ, կաշառակերություն, ինքն էլ նախորդ պրեմիերն էլ Էհուդ Օլմերտը, հա, կաշառակերության բաներով կան ու այդ կրվածների միջանից նաև այդ մասով թուլությունն է։ Սա նշանակում է, որ փորձությունների մեջ փորձում է զարգացնել ինչ-որ բաներով մոտոտ ունենալ ինչ-որ բաներ, գործիքներ, որոնք որ այդքան էլ ընդհանրապես sense ասեմ, էլի մարդ սպանած մարդը, որ հանգիստ մարդ սպանելու գիտի։ Դրանից ակնկալել, որ ինքը ինչ-որ բարոյական բաներ չի անցնի, գծեր ինչ-որ հարցերում, շատ դժվար է։ Դա պետք է հասկանալ, որ դու պիտի, այսպես ասեմ, ամենալավ զարգանում են ազգերը, երբ որ խաղաղության դարաշրջանն է սկսում։ Երբ որ իշխանության գալիս են մարդիկ, ովքեր չեն առնչվել պատերազմի հետ։ Ովքեր չեն անցել բարոյական բայց տեսել են պատերազմը։ Իրենք չեն ուզում պատերազմ, իրանք ուզում են խաղաղություն, իրանք ուզում են լավ ապրեն, իրանք ուզում են բարեկեցություն, իրանք ուզում են այդ մոռանան այդ պատերազմի արհավիրքները։ Պատերազմ կրվողները երազում են վերադառնալ պատերազմի։ Իրանց համար պատերազմն է իրենց բանը եղել։ Նորմալը։ Լավ, իրականում հիմա այս ամեն ինչի ասացի արդյունքում գալիս է դրան, որ ստացվում է հիմա պետք է որ լավ լիներ, բայց իքն իշխանության են եկել մարդիկ, ովքեր չգիտեն ինչ բան է պատերազմը։ Ну, չէ, զուտ գիտեն, բայց կառված չեն։ Կամ չգիտեն։ Այդպես չի։ Հա? Կարող է զենք ձերքին բանակում չեն ծառայել, հա? Բայց այդպես չի։ Փաստացի այսօրվա իշխանությունների օրոք մենք ունեցել ենք եւ պատերազմ, հա, եւ ունեցել ենք, բայց իրանք անձամբ պատերազմի դաշտում չեն եղել։ Անձամբ պատերազմի դաշտում լինելը հեչ էլ պարտադիր չի։ Մարդկանց ուղարկել պատերազմի դաշտ, դա նաեւ պատերազմի մասնակցել է։ Լավ, իսկ եթե փորձենք գալ ինչ-որ եզրակացության, հա, մենք հիմա ինչ պիտի անենք։ Փորձենք ինչ-որ քայլեր ֆիքսել, չգիտեմ։ Սփյուռքին հրավիրենք այստեղ, չնայած գալիս են։ Լավագույն բաները չեն արվում մի մարդու ծրագրով։ Լավագույն բաները արվում են ուժեղ խմբերով ու համայնքներով, երբ որ մարդիկ հավաքվում են իրար գլխի ու սկսում են մտածել ու գործել, որովհետև շատ բան դժվար է ասել նախապես թե ինչպես պետք է անել։ Շատ բան դու անում ես, ստանում ես անելով, գործելով եւ մտածելով ամեն քայլափոխին, դնում ես քո առջև մեծ նպատակ ու փորձում ես դրան հասնել ամեն գնով։ Դա է ճանապարհը։ Ես որ նստում ես, խոսում ես, պլանավորում ես, նախագծում ես, երեք գրված նախագծերը, թե ինչպես պետք է զարգանա, ասենք երկիրը, այսօր պետք է փոխել, որովհետեւ ամերիկան աշխարհը փոխեց, արհեստական բանականությունը աշխարհը փոխեց, դեռ ուրիշ իրավիճակ է, դեռ ուրիշ տնտեսական իրականություն է։ Հիմա Ռուսաստանն է ոտքի կանգնելու խաղաղության պայմանագիր կնքելուց հետո դեռ այլ գործոն է դառնալու տնտեսական եւ շուկայի տեսակետից բան։ Լրիվ ուրիշ բաներ լինելու։ Եվ դու պետք է ամեն քայլափոխին պատրաստ լինես, դրան որ աշխարհը շատ փոփոխական եւ դինամիկ։ Դու ոչ թե պետք է առաջնահերթորեն մտածես ինչ անել, այլ ով է անելու։ Դու պետք է ունենաս մարդկային մեծ ցանկություն եւ խումբ մարդկանց, որոնք ի վիճակի են մի բան անել, ու այդ մարդկանց դնել այդ գործի վրա եւ թող անեն ու կհասնեն։
Դա է ճանապարհը։ Բան ռուսները ասում են «Дорога селит идущий»։ Պետք է գնալ։ Հիմա ես ինձ որ հարցնում են, ասենք, ինչպես է պետք է զարգացնել Հայաստանում կրթությունը։ Այնքան խնդիրներ ունենք կրթության մեջ։ Մեկը մյուսի վրա sense կպած են, մեկը մյուսից կախված են, մեծ կծիկ է։ Նորից կրկնեմ, երկար տարիներ ոչ ոք չի ուզեցել դրանով զբաղվել։ Մեր կրթությունը եղել է sense 3-րդ, 4-րդ առաջնահերթություն բոլոր իշխանությունների համար, բոլոր կրթության նախարարների համար եւ այլն, կրթության կառավարիչների համար, բոլորի համար եղել է գլխացավակ սոցիալական ծրագիր։ Տանք որ հանգիստ լինեն վիճակն է եղել։ Հիմա մենք հասկացել ենք ազգովի։ Դա լավ բան է։ Հասկացել ենք, որ կրթությունը պետք է։ Չենք հասկացել, թե դա ինչ է նշանակում։ Չենք գիտակցել դեռ։ Դրա հետ մեկտեղ ունենք լիքը խնդիրներ, թե այդ կրթությունը ինչ տեսակի մարդ պիտի ձևավորի, ինչ տեսակի մարդ հայը 21-րդ դարում ով է։ Ինչ տեսակի հայ ենք ուզում ունենալ։ Դա է մեծ հարց։ Ու ես էլ այստեղ միանշանակ բաներ չունեմ, ասենք ռեցեպտներ եւ պատկերացումներ չեմ կարող ասել։ Ինչ շատերը ասում են, այդ գլոբալիստականը սխալ է, պետք է շատ ազգային լինի։ Ես ասում եմ, այդ շատ ազգայինը հայի պարագայում ճկուն լինելն է։ Հայ ազգի բնորոշիչ եղել է ճկունությունը։ Արագ ադապտացվել է, շատ բաներ են կալել, որ ասենք շատ ազգային, մի տարեք են դաշտ, որ դնենք կոպիտ ասած, եսիմ, մեր հերոսներին կոպի անենք, copy paste անենք, քսերոքս սարքենք, տարածենք։ Ամենաֆանտաստիկը Գիլիկեն Հայաստանն է, չէ, որ իր գոյության ընթացքում 10 քանի հատ հարևան է փոխել, ու իր այդ ռուս մի հատ պատմաբանի է լսում, ասում է ֆանտաստիկ ուղղակի, ասում է տղեկ են եղել, վերցրել են ամեն ինչ հնարավոր է արևելքից, վերցրել են ամեն ինչ հնարավոր է արևմուտքից, ասում եմ նայում ես այդ կաթողիկոսի հակուկապը, վրան ասում եմ դաժե դրակոն է ստենում, որովհետև շոլկը բերվել է բանից, Չինաստանից, մոնղոլների միջոցով մոնղոլներն եղել են դաշնակիցը։ Ու իրենց գրավելու կամ կոտրելու եկածների հետ կարողացել են ասում լեզու գտնեն, հա, որպեսզի կարողանան 13 թե 14 հարևան է իր գոյության ընթացքում փոխել, ուղղակի այլչիսը վերացել են պետությունները, ասենց։ Բայց դες ասում ես ինչ անենք, հա։ Իհարկե երկարատև եւ հեռու գնացող պլանները պետք է միշտ ունենալ, դա երազանքը, հա, պետք է ունենալ եւ երազանքը չի կարող մոտ լինի, բայց ամենավատ պրոյեկտ պլանը այն պլանն է, որի առաջի ակնկալվող արդյունքը վաղը չի։ Իսկ պետք է այնպիսի պլաններ եւ այնպիսի հեռանկարներ գծել, որ կարողանաս արագ քայլեր, արագ արդյունքներ ստանաս, փոքր թող լինեն, բայց թող լինեն այդ արդյունքները, որովհետեւ դու կարողանաս այդ արդյունքներով նաև քո գծած ճանապարհի կամ քո գծած պլանի արդյունավետությունը կարողանաս գնահատես։ Այսօր զբաղված եք նրանով, որ 6 տարվա կամ 5 տարվա ծրագիր են գծում եւ առաջի ոնց որ միջոցառումների ծրագրում առաջի դեդլայնը, առաջի ժամկետը 2 տարի հետո է։ Չի կարող այդպիսի պլանավորումը հաջողություն ունենալ։ Ես համաձայն եմ, մենք պետք է ունենանք լավ ռազմավարություններ, որոնք շատ արագ փոխվում են։ Լավ ռազմավարությունն են, ռազմավարությունը, որ միշտ համապատասխանեցում է իրականության եւ իրականության արագ փոխումը ռազմավարությունները փոխում, բայց դու գոնե ռազմավարություն կազմելուց հասկանում ես քո այսօրվա քայլը ինչ հետևանք է բերելու մի քանի տարի հետո, գոնե ուզում ես դա գիտակցես։ Հենց ռազմավարությունը դրա համար է, որ դու շարք ունենաս գործողությունի, ոչ թե քաոտիկ շարժվես։ Բայց իսկապես ամենակարևորը ռազմավարությունում ամենակարևոր փաստաթուղթը օպերացիոն պլանն է, որը խոսում է դրա մասին, թե վաղ ինչ ես անում։ Միջոցառումների ծրագիրը, որից դու սկսում ես քո ճանապարհը հենց այս վաղվա ժամկետ պետք է լինի դրա մեջ։ Ինչ ժամկետ պետք է վաղվա ժամկետ լինի։ Այս դրական նոտայի վրա եկեք ավարտենք, իրականում շատ հետաքրքիր բաներ իմ համար բացահայտեցի, դուք կոտրեցիք իմ մեջ երկուսով շատ ու շատ լեգենդներ, իսկապես Հարավային Կորեա, Իսրայել, չգիտեմ, Ֆինլանդիա, թե կրթական համակարգի հետ կապված թե տնտեսություն, իսկապես շատ հարցեր այսպես քննարկում ես, հասկանում ես, որ աշխարհը այնպես չի, ինչպես դու պատկերացնում ես, կարծում եմ այո, պետք է ուղղակի գործ անել այս պահին ու ողջ մնալ։ Փորձել ողջ մնալ, աշխատել հանուն վաղվա ատոմային քայլերով, հա, փոքր այդպես շատ շնորհակալություն զրույցի համար, զրույց էր սա, այո, Արամին շատ շնորհակալ ենք այս բովանդակալի զրույցի համար։ Ես եմ շնորհակալ ձեզ։ Զորաձրույցների եթերում։ Հաջողություն։